Բարի երեկո, եթերում ռեալ պոլիտիկն է։ Այսօր խոսելու ենք Վրաստանի ներքաղաքական զարգացումների մասին եւ դրանց ազդեցության երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ինչպես հիշում ենք, երկրում խորհրդարանական ընտրություններից հետո հաստատվել էր երկիշխանություն, երբ վարչապետը եւ երկրի նախագահը տարբեր քաղաքական ուժերի անդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ էին, ակնկալվում էր, որ նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի եւ իշխող կառավարող կուսակցությանը կհաջողվի իր ձեռքը հավաքել կառավարական բոլոր լծակները, սակայն վերջերս երկրի վարչապետը անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ նշելով, որ նախագահական ընտրություններից հետո հեռանալու է ընդհանրապես քաղաքական ասպարեզից։ Ինչ էր այս ամենը նշանակում, ինչպես կանդրադառնա երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, կփորձենք այսօր պարզել մեր հյուրին ներկայացնելուց հետո։ Աղավնի Հարությունյան, վերլուծաբան, 38 տարեկան, ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը քաղաքական աշխարհագրություն մասնագիտացմամբ։ Այնուհետև սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։ 2004 թվականին ավարտել է Թբիլիսիի լրագրության եւ մեդիա կառավարման Կովկասյան դպրոցը, ստանալով լրագրության եւ մեդիա կառավարման մագիստրոսի աստիճան։ Լրագրողական գործունեությունը սկսել է որպես լրագրող մի շարք հեռուստաընկերություններում, ավելի քան 10 տարի աշխատել է Ազգորաթերթում որպես լրագրող վերլուծաբան, ներկայումս հաղորդակցության փորձագետ է Եվրամիության կենտրոնում։ Հրապարակախոսական եւ վերլուծական նյութերի հեղինակ է արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային հարցերի մասնագիտացմամբ։ Ամուսնացած է, ունի որդի։ Փող վաստակելու կարողությունը դեռևս լավ կառավարել չի նշանակում, ինչը տեղի ունի Իվանիշվիլու պարագայում ճիշտ այնպես, ինչպես Սաակաշվիլու պարագայում լավ PR-ով հանդես գալը իրականում չբերեց լավ կառավարման։ Աղավնի Հարությունյան։ Բարի երեկո Աղավնի, եւ այսպես երբ Իվանիշվիլին եկավ իշխանության, նա հայտարարեց, որ գալիս է վերականգնելու ժողովրդավարությունը երկրում։ Այսօր նա արդեն խոսում է քաղաքական ասպարեզից հեռանալու մասին։ Ինչ է սա նշանակում, նրան հաջողվել է իր առջև դրված խնդիրը իրականացնել։ Ըստ էության Իվանիշվիլին կրկնում է իր խոսքերը, քանի որ իշխանության գալուց առաջ էլ նա հայտարարում էր, որ այո, երբ որ կգա իշխանության, երբ որ ինչ-որ կարգեր կհաստատվեն, երբ որ ինչ-որ իրավիճակ ավելի հստակ կդառնա, ինքը կլքի քաղաքականությունը ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ իրեն թույլ չէր տալիս մտնել քաղաքականություն։ Բայց թե սպասվող նախագահական ընտրությունները իրականում ինչ արդյունքի կբերեն, քանի որ դժվար է ներկայությամբ ասել, ինչու, որովհետև Իվանիշվիլու հետնորդ որպես այդպիսին դժվար է տեսնել դաշտում, այո, իսկ Սաակաշվիլուն հեռացնելը նշանակում է դաշտը թողնել առանց գլխավոր դերակատարի, այսպես ասենք։ Այսինքն այսօրվա իրավիճակին եթե անդրադառնանք, ներքաղաքական կյանքում կարող ենք ասել, որ կայունություն հաստատվել է։ Իշխող կլանին, կուսակցությանը հաջողվել է ամրապնդել իր դիրքերն այնքան, որ վարչապետի հեռանալով նա որևէ մտավախություն չունի։ Ես այդպես չի ասի։ Չի համաձայնվի բոլոր այն կարծիքների հետ, որոնք կփորձեն պնդել, որ Վրաստանում կայունություն է հաստատվել, որովհետև ըստ էության Իվանիշվիլու ձեռնարկած բոլոր քայլերը բերել են մի իրավիճակի, երբ եթե անգամ այդ իրավիճակի ընդհանուր գնահատականը տանք որպես բարեփոխում կամ փոփոխություն ուղղակի, միևնույն է, փոփոխությունը դեռ ամբողջությամբ տեղի չի ունեցել։ Այսինքն քայլեր արվել են, նախկին վիճակը չկա, բայց չկա նաև այլ ինչ-որ կայացած վիճակ։ Իսկ ինչ վիճակ ունենք։ Բավականին բարդ վիճակ է Վրաստանում եւ ինչպես ասում եմ, ոչ նախանձելի։ Վիճակը կարելի է բնութագրել մի քանի բնութագրականներով, եթե օրինակ վերցնենք իշխանության տարբեր թևերը, հա։ Գործադիր իշխանության կտրվածքով, որտեղ բնականաբար գլխավորում է Իվանիշվիլին, բացի իրենից որոշում կայացնող չկա ըստ էության։ Անկախ նրանից, որ որոշ նախարարական պորտֆել, այսինքն նախարարական պորտֆելները կրողները փոխվեցին, շատ դերակատարներ փոխվեցին։ Նախկին իշխանության նկատմամբ մի մեծ փաթեթ հետաքննություն է իրականացվում, որը կարող է նաև, ինչպես Իվանիշվիլին վերջերս ասաց, կարող է նաև հանգեցնել Միխայիլ Սաակաշվիլու ձերբակալությանը։ Այդ ամենով հանդերձ գործադիր իշխանությունը փաստացի մի անձնյա ղեկավարվող վիճակ է։ Կուսակցությունը անձի կուսակցություն է, կարող ենք ասել վրացական երազանք։ Վրացական երազանքը նախ կոալիցիա է, կուսակցություն չէ։ Եվ անգամ կոալիցիայի ներսում Իվանիշվիլին բոլոր հարցերը լուծում է մի անձնյա, որի վառ վկայությունը նա էր, որ կոալիցիայի անդամ կազմող
ուժերից մեկի ղեկավարը փորձեց հայտարարել իր նախագահական ամբիցիաների մասին եւ անմիջապես զրկվեց զբաղեցրած պաշտոնից։ Իվանիշվիլին շատ հստակ հասկացրեց, որ առանց իր թույլտվության առնվազն, եթե ոչ իր որոշմամբ որևէ մեկը, որևէ քայլ, որևէ հայտարարություն անել չի կարող։ Կոալիցիայի ներսում փաստորեն Իվանիշվիլիին հաջողվել է լծակները իր ձեռքը հավաքել եւ միանձին այսպես ազդեցություն ունենալ։ Ես կասեի ոչ թե հաջողվել է, այլ ինքը ի սկզբանե դրված այնպեսին է եղել, որ ինչու՞մն է, իսկ երկրի ողջ երկրում արդյոք հաջողվել է այդ քաղաքական ուժին կամ հենց անձամբ Իվանիշվիլիին անել դա։ Ողջ երկրի կտրվածքով դժվար է դատողություններ անել, սակայն կարող եմ փաստել ամեն դեպքում, որ այն բոլոր ուժերը, որոնք Սահակաշվիլու կողքին էին կամ հենց նրան էին ներկայացնում, փաստացի այսօր դաշտում որևէ դերակատարություն չունեն։ Այդ դեպքում որքանով վստահել վարչապետի հայտարարությանը այն մասին, որ նա կհեռանա նախագահական ընտրություններից, արդյոք չի հերքվել հետագայում այս հայտարարությունը։ Գիտեք ինչպես, Իվանիշվիլու պարագայում քիչ դժվար է նման դատողություններ անել, արդյոք ինքը իսկապես կհեռանա, թե ոչ, ինչու։ Որովհետև սկզբնական շրջանում, երբ որ Իվանիշվիլին նոր է դարձել վարչապետ, նրա բոլոր հայտարարություններում շատ հակասական մտքեր կային, հակասական մտքեր, գաղափարներ, հայտարարություններ։ Արդյունքը, այսինքն պատճառը ես կարող եմ տեսնել նրանում, որ միլիարդատեր լինելը, միլիարդներ տնօրինները ուրիշ բան է, կառավարել երկիր, պետություն, լրիվ այլ գործառույթ է իրենից ներկայացնում, այլ հմտություններով։ Եվ Իվանիշվիլին փաստացի պատրաստ չէր այդ դերին, վարչապետի դերին պատրաստ չէր։ Եվ դրա համար նրա հայտարարությունները անհետևողական էին, նրա հայտարարություններում սխալ մտքեր էին հնչում, ոչ տեղին, շատ բաց համատեքստով էին հնչում որոշ բաներ, որոնք հասարակության դժգոհության արժանացան ըստ էության հանդիպեցին։ Եվ հարցի երկրորդ մասով, որ կհեռանա թե ոչ, այդքանով դժվարանում եմ դատել, բայց կարծում եմ, որ կհեռանա, քանի որ Իվանիշվիլին շատ անելիք չունի։ Այս դեպքում եթե փորձենք մի փոքր ավելի հետ գնալ, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, որովհետև հնգօրյա պատերազմից հետո, եթե հիշում ենք, Վրաստանը մեծ գումարներ ստացավ արևմուտքից եւ Սահակաշվիլուն հաջողվեց բարեփոխումներ ներքին իրականացնել։ Երկրում Աբխազիան եւ Օսետիան կորցնելուց հետո պատերազմի արդյունքում եւ թվում էր, թե ժողովուրդը Սահակաշվիլուն ներել է այդ ռեֆորմների ֆոնի վրա, այդ տարածքների կորուստը։ Այնուամենայնիվ հայտնվեց վարչապետը իր քաղաքական ուժով, ինչ տեղի ունեցավ։ Այժմ հանրային կարծիքը ինչպես է բաժանված, աջակցությունը ում կողմն է, ինչպես։ Ես կասեի, որ հանրային կարծիքը դեռևս որոշելու փուլում է, ում կողմում լինի, բայց որ այդ ում կողմ ասվածը Սահակաշվիլու կողմը չէ, դա հաստատ։ Եվ ինչու։ Նայեք, օգոստոսյան 2008 թվականի ձեր նշած պատերազմից հետո, ըստ էության պատերազմից հետո պարզ դարձավ, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանի նախագահը։ Այսինքն ինքն էր նախահարցակ եղել, փորձել, այո։ Հիմա ներկայությամբ նաև այդ բոլոր հանգամանքները Իվանիշվիլու նախաձեռնությամբ կրկին հետաքննվում են։ Սահակաշվիլին շատ ռադիկալ ձևով արեց շատ բարեփոխումներ։ Բայց արեց որոշ բարեփոխումներ, այսինքն չընդունել դա նշանակում է ուղղակի չլինել օբյեկտիվ։ Բայց խնդիրը նա է, որ այնինչ արվում էր մայրաքաղաքում եւ որոշ շրջաններում չէր արվում ողջ Վրաստանում։ Եթե մենք վերցնենք նույն ազգային փոքրամասնություններով բնակեցված այսպես կոչված Սամցխաջավախեթին կամ Քվեմոքարթլին, որ առաջինում հայաբնակ են ավելի շատ եւ երկրորդը ավելի շատ ադրբեջանաբնակ է, այդ երկու շրջաններում գրեթե ոչինչ չի արվել բացի նրանից, որ նորոգվել են ճանապարհները, իսկ մենք դա պետք է ընդունենք, դա ոչ թե Սահակաշվիլու ձեռքի գործն էր, այսպես ասած, այլ հազարամյակի մարտահրավերներ ծրագրի, որ այսպես թե այնպես պետք է իրականացվեր, իհարկե անկախ նրանից ով կլիներ նախագահական աթոռին նստած։ Եվ այն թվերը, որ նկարվում էին բոլոր ընտրություններում, որ ազգային փոքրամասնությունները Սահակաշվիլուն 100%-ից ավել ձայն էին տալիս, էլ չասած, որ 100%-ից ավել մասնակցություն էին ապահովում, այդ բոլորը իրական դրսևորումներ ունեցավ։ Այսինքն այն, որ նկարվում էր, չհաջողվեց նկարել, եւ արդյունքը եղավ այն, ինչ մենք տեսանք հասկանալի Ղավնիկ Ջավախի խնդիրներին դեռ կանդրադառնանք հաղորդման ընթացքում։ Այժմ առաջարկում եմ դիտել տեսանյութ, որը պատմում է նախագահական ընտրությունների ներկայացված տեխնացուների նրանց ծրագրային դրույթների մասին, որից հետո կշարունակենք։ Տեսանյութը մեր եթերում գովազդային դադար եւ կշարունակենք։
Հարևան Վրաստանը պատրաստվում է 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։ Արդեն հայտնի են թեկնածուներից 3-ի անունները։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարած վրացական երազանք կուսակցությունն այս ընտրություններում կներկայացնի փոխվարչապետ եւ կրթության ու գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին։ Լեյբորիստական կուսակցությունից կմասնակցի կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։ Ընտրություններին կմասնակցի նաեւ Նինո Բուրջանաձեն, ում թեկնածությունն առաջադրել է ազգային խորհուրդ հասարակական կազմակերպությունը։ Ինչ վերաբերում է Վրաստանի նախկին իշխող Միացյալ ազգային շարժում կուսակցությանը, ապա վերջինս մտադիր է նախագահական ընտրություններին իր թեկնածուին առաջադրելու նպատակով հունիսի 28-ից մինչև հուլիսի 28-ը կուսակցության ներսում քվեարկություն անցկացնել։ Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով ներկայացնում է վրացական երազանք կուսակցությունը, ցանկություն է հայտնել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Վրաստանը դառնա տիպիկ եվրոպական երկիր, շարունակի ինտեգրումը ՆԱՏՕ-ին եւ եվրոպական կառույցներին, կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերադարձնի օկուպացված տարածքները։ Վարչապետը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ինտեգրվելուց հրաժարվելու հաշվին։ Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կամ ավելի լայն իմաստով Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրին, ապա վրացական երազանք կոալիցիան ձգտում է ցույց տալ, որ ինչպես եւ Միխայիլ Սահակաշվիլու Միացյալ ազգային շարժում կուսակցության, այնպես էլ կոալիցիայի դիրքորոշումն այս հարցում անբեկանելի է։ Նշենք, որ 2010 թվականին հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն նախագահի երթմնակալությունից հետո իշխանությունը փաստացի փոխանցվելու է երկրի խորհրդարանին եւ կառավարությանը, սահմանափակելով նախագահի լիազորությունները։ Եվ այսպես անկախ այն հանգամանքից Իվանիշվիլին կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, երկիրը կառավարելու է նրա գլխավորած կոալիցիան, քաղաքական ուժը, եւ ինչպես հասկացանք, սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նախագահի պաշտոնը կկորցնի իր ազդեցությունը։ Իսկ Իվանիշվիլին հայտարարել էր իր ծրագրում վարչապետ դառնալով, որ նրա արտաքին քաղաքական գերակայություններից է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այսօր ինչ առաջընթաց կա այդ գործընթացում, ինչ կարելի է ակնկալել հետագայում։ Ես մի դիտարկում անեմ եւ անցնեմ ձեր հարցի պատասխանին, եթե կարելի է։ Սահակաշվիլին էլ երբեք չի ասել, որ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այստեղ մոտեցման խնդիր է, երբ որ Սահակաշվիլու պարագայում Ռուսաստանը ինքն էր անընդհատ նշում, որ քանի դեռ Սահակաշվիլին է իր հետ խոսող չկա։ Սահակաշվիլին ինքն իրեն որևէ շանս այլևս չէր թողել պարզապես։ Այսինքն դա ոչ թե մոտեցումների տարբերության հարց է, քանի որ երկուսն էլ խոսում են Ռուսաստան, այսինքն բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու մասին, ինչը նորմալ եւ գնահատելի վերաբերմունք է, այո։ Բայց այստեղ տարբերությունն այն է, որ Իվանիշվիլու հետ կարծես թե ցանկանում են խոսել, եթե չասենք, որ որոշ բաներ թելադրված լինելու տպավորություն են թողնում, այն դեպքում, երբ Սահակաշվիլու հետ ուղղակի Ռուսաստանը մերժում էր որևէ երկխոսություն ունենալ։ Ամեն դեպքում պիտի փաստենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ ռուս-վրացական բանակցություններ են ընթանում, արդեն նոր վրացական կողմը ներկայացնող նոր մարդու Իդեմս Աբաշիձեի փաստացի ստացվել է այնպես, որ վրացական գինին օրինակ արդեն Ռուսաստան է մատակարարվում։ Ինչը տարիներ 2006 թվականից էր արդեն արգելված է։ Վրացական գինին, բորժոմը արդեն բանջարեղենն են եւ մրգերն են պատրաստում արտահանել Ռուսաստան։ Այսինքն դա չի կարող խոսել այն մասին, որ հարաբերությունները նորմալացման չեն գնում են։ Գործընթացը կա։ Այս ամենը ինչպես կանդրադառնա երկրի արևմտյան ինտեգրման ուղղության վրա նույն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների։ Ինչպես հիշում ենք, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Վրաստանին միշտ նշվում է, որ Վրաստանը դեռևս պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, թեև այդ ուղղությամբ հսկայածավալ աշխատանք է կատարվում։ Այստեղ ավելի շուտ, եթե ավելի գլոբալ նայենք, ավելի շուտ ազդեցությունների խաղ է գնում, քան որևէ կազմակերպության կամ որևէ երկրի հետ միանալու լավ հարաբերություններ ձևավորելու։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը անընդհատ բարձրացվում է այն ժամանակ, երբ ռուսական ազդեցությունը ինչ որ կերպ ավելանում է։ Հասկանալի է, Իվանիշվիլին հենց օրերս հայտարարեց, որ մինչև 14 թվականը մտադիր է ստանալ անդամակցության անհատական գործողությունների ծրագիր։ Դա հավանական է համարում։ Կարծում եմ դա ավելի շուտ կախված կլինի Վրաստան-Ռուսաստան հարաբերություններից, քան Վրաստան-ՆԱՏՕ։ Եվ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունից, քան կոնկրետ Վրաստան-ՆԱՏՕ։
Եթե խոսենք իշխանությունների վարած քաղաքականության մասին Հարավային Կովկասի կտրվածքով, Սաակաշվիլու քաղաքականությունը կարծես թե ոչ այնքան բալանսավորված էր եւ հաճախ խոսվում էր նաեւ այն մասին Վրաստան-Ադրբեջան կոնֆեդերացիա կազմելու հավանականության մասին էր ինքը Սաակաշվիլին խոսում։ Իվանիշվիլի դեպքում ինչ քաղաքականության հետ գործ ունենք, ինչպիսին է նրա հարավկովկասյան քաղաքականությունը։ Սաակաշվիլու դեպքում կոնֆեդերացիա ստեղծելու հայտարարությունները հիշում ենք ինչ արձագանքի արժանացան, այսինքն ըստ էության դա մի կողմից ծաղրվեց, մյուս կողմից չարժանացավ որևէ պատասխանի եւ երրորդ կողմից հետագայում փորձեցին պարզաբանել ինչ որ մեկնաբանել այդ բոլոր ասածը, որ նա շատ լավ տրամադրությամբ ուղակի ջերմ բարեմաղթանք էր արել։ Ինչ վերաբերում է Իվանիշվիլուն, ապա Ադրբեջանի հետ հարաբերությունները դժվար է դատել ներկայությամբ, ինչու որովհետև նախ տեսեք ինչ արեց Իվանիշվիլին, նախ կիսադադարեցված վիճակի բերեց Կարսախալքալակ երկաթգծի շինարարությունը, որը Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի։ Սակայն Ադրբեջան այցելությունից հետո, չգիտես ինչու, շինարարությունը նորից կանաչ լույս ստացավ։ Այդուհետև էլ Իվանիշվիլու վերաբերմունք Ադրբեջանի եւ ադրբեջանական իշխանությունների հետ հարաբերությունները իրապես ստեղծել են մի իրավիճակ, երբ դժվար է ասել Վրաստանը Ադրբեջանի հետ է, թե Ադրբեջանի կողքին, թե ուղղակի տարածաշրջանում փորձում է բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ։ Այստեղ մեծ դերակատարություն է ձեռք բերում նաև Թուրքիան, որովհետև Վրաստանը Թուրքիայի հետ այո ունի շատ լավ զարգացման տանող հարաբերություններ եւ այդ հարաբերությունների ֆոնին Ադրբեջանի հետ չի կարող ունենալ վատ հարաբերություններ։ Այն դեպքում, երբ Հայաստանի պարագայում վրացական իշխանությունները ցավոք պետք է փաստել, որ ինչպես Իվանիշվիլու, ինչպես Սահակաշվիլու, ինչպես Շևարդնաձեի, այնպես էլ նրանից առաջ եղած բոլոր իշխանավորների ժամանակ Հայաստանի նկատմամբ վարվել է մի քաղաքականություն, որը եթե մեղմ արտահայտվեմ, կարելի է ասել չմտածված, իսկ եթե փորձեմ ավելի ռեալ պոլիտիկ տարբերակով մոտենալ, ապա այդ քաղաքականությունը երբեք հաշվի չի առել Հայաստանի շահերը։ Ինչով է դա պայմանավորված։ Կարծում եմ տարածաշրջանին Վրաստանի մոտենալու տեսանկյունով է պայմանավորված, երբ Վրաստանը փորձում է շատ պրագմատիկ լինել, վարել քաղաքականություն, որը շատ ավելի դիվիդենտներ կբերի, այն դեպքում, երբ դիվիդենտները միշտ, այսինքն կարճաժամկետ շրջանում շահած դիվիդենտները միշտ չէ, որ երկարաժամկետ կտրվածքով արդարացնում են իրենց։ Հասկանալի է, Աղավնի առաջարկում եմ շարունակել մեր զրույցը Հայացք Ստեփանակերտից խորագրից հետո, որտեղ արցախցի փորձագետներն իրենց գնահատականն են տալիս Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայացք Ստեփանակերտից խորագիրը փոքրիկ դադար կշարունակենք։ Իվանիշվիլիի հաղթանակը չի նշանակում հաղթանակ ռուսական գծի համար։ Իվանիշվիլին, ինչպես եւ Սահակաշվիլին, քաղաքական առումով նախապատվությունը արևմուտքին է տալիս։ Քաղաքական եւ աշխարհակաղակական կապերը կմնան արևմուտքի հետ։ Հրաչյա Արզումանյանը համոզված է, Վրաստանում այսօր ներիշխանական եւ ոչ համաշխարհային ուժային կենտրոնների պայքար է ընթանում։ Պարզապես որպես գործարար Իվանիշվիլին ավելի լավ է գիտակցում ռուսական շուկայի կարեւորությունը վրացական արտադրանքի համար։ Իվանիշվիլին եւ Վրաստանը որպես քաղաքական ուժ, որպես պետություն մնում է արևմուտքի ոլորտում, մնում է արևմուտքի անձրևանոցի տակ, անվտանգության արևձնորոշի տակ։ Եվ մտածել, որ դա կարող է ինչ-որ ձևով փոխվի, սխալ մոտեցում է ինձ թվում է։ Այո, տնտեսական ոլորտում Իվանիշվիլին փորձում է նորից կապեր վերահաստատել Ռուսաստանի հետ, որովհետև այն արտադրանքը, որը ունի Վրաստանը, կարող է ծախվի միայն Ռուսաստանի շուկայիներին։ Այնինչ հայկական կողմերի համար անփոփոխ է Վրաստանի դերն է որպես միջանցք, այս առումով բնականաբար ցանկալի է տեսնել ներքաղաքական առումով կայուն Վրաստան, իսկ Ռուսաստանի հետ գոնե տնտեսական մակարդակում խնդիրներ չունենալը կայունությանը կարող է նպաստել։ Այդ համատեքստում աբխազական երկաթուղին կարող է հեռանկարային հնարավորություններ ապահովել նաև հայկական կողմերի համար։ Աղավնի, եթե անդրադառնանք Հարավային Օսիայի Աբխազիայի խնդիրներին, ցանկացած ղեկավար ուժ, ով էլ լինի, բնական է, ինչպես եւ հայտարարում են, պետք է հայտարարի, որ խնդիրը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, սակայն այս դեպքում մոտեցումների միջև վրացական երազանքի եւ Սահակաշվիլու ուժերի կա տարբերություն մեթոդների, գործելավոճի։ Վրաստանում հասարակության այն հատվածը, որը ակտիվ հետևում է քաղաքական գործընթացներին, հենց ձեր նշած տարբերությունն է բերում որպես համար 1 դեմ փաստարկ Իվանիշվիլուն։ Իվանիշվիլին
ըստ էության կարելի ասել, որ որևէ բարձր ատյանում կամ որևէ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ չի նշել տարածքային ամբողջականության վերականգնման մասին։ Նույնիսկ հստակ չի ընդգծում դա։ Այո։ Այսինքն դա կարելի է ասել, որ Իվանիշվիլու եւ Սահակաշվիլու կեցվածքների, բայց ոչ մոտեցումների, որտեղ մոտեցումներ իրականում ամբողջությամբ չեն դրսևորվում նրանց հայտարարություններում, բայց նրանց կեցվածքների ամենամեծ տարբերությունն է։ Սահակաշվիլին կուրծք ծեծողի նման էր միշտ։ Ըստ էության նա փաստացի կորցրեց այդ տարածքները։ Կարելի է ասել, որ Սահակաշվիլու չմտածված մոտեցումը բերեց նրան, որ ռուսական զորքերը հասան մինչև Գորի, մտնում էին Թբիլիսի։ Եվ արդյունքում ըստ էության այդ օգոստոսյան 5-օրյա պատերազմը դրդեց Ռուսաստանին ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, որը մինչև օրս ռուսական իշխանությունները վերանշում, վերահաստատում եւ ամրապնդում են, որ չեն պատրաստվում վերանայել այդ որոշումը։ Ինչպիսին է Վրաստանի նոր իշխանությունների մոտեցումը այս հարցում, ինչ են նրանք անում։ Վրաստանի նոր իշխանությունների մոտեցումը բավականին տարբեր է Սահակաշվիլու կուսակից գործընկերների մոտեցումներից, թեկուզ այն մոտեցման, որ օրինակ աբխազական երկաթուղին վերագործարկելու առաջարկ արվեց ինտեգրման նախարար Պաատա Զաքարիաշվիլու կողմից, որը ճիշտ ասած հետո մի քիչ լղոզվեց, այսինքն լղոզվեց այն իմաստով, որ մեկնաբանվեց, որ թյուր է ըմբռնվել, լավ չի ըմբռնվել, բայց հետո կրկին իհայտ եկավ նորություններում, որ այո, Վրաստանը պատրաստ է աբխազական երկաթուղին վերագործարկել, անգամ եթե այսպես կոչված Աբխազիայի հարցը լուծված չէ։ Այսինքն հավանական է դա։ Կարելի է համարել հավանական, բայց ես չեմ կարծում, որ հավանական ասվածը դա մոտակա ապագայի մասն է խոսքը, որովհետև Իվանիշվիլու որոշ նախարարներ, այդ թվում ոչ միայն Զաքարիաշվիլին, այլ նաև արտգործնախարարը, մի շարք այլ պաշտոնյաներ արեցին հայտարարություններ, որոնք այդուհետև հետևողական ոչ մի զարգացում չունեցան։ Իսկ կա մոտեցումների տարբերություն ընդհանրապես ազգային փոքրամասնությունների խնդիրների առնչությամբ նույն հայերի ջավախքի գործող իշխանությունների մոտ եւ արդեն հեռացող կլանը։ Կարծում եմ, որ գործող իշխանությունները, այսինքն վարչապետի թիմը, վարչապետը անձամբ փորձել է ավելի շատ ուշադրություն դարձնել փոքրամասնություններին եւ նրանց խնդիրներին, թեև դեռևս ժամանակահատվածը կարճ է, որպեսզի դատենք արդյոք այդ խոսքերը իրականություն են դառնում, խոստումներ իրականություն են դառնում, բայց պետք է փաստենք, որ Սահակաշվիլին խոստումների հարցում շատ առատ էր, սակայն ըստ էության ոչինչ չէր արվում, ասենք նույն ջավախցիներին խոստացվել էր, որ կարտոֆիլ կգնեն վրացական բանակի համար, որ այդպես էր մնաց թղթի վրա խոստացված իրողություն, մի քանի փոքրիկ արտադրություններ բացվեցին ջավախքում, բայց լուծել գործազրկության հարցը ջավախքում դրանով հաստատ չէր հաջողվի, եւ դա վրացական իշխանությունները շատ լավ հասկանում են, ել չասած, որ Սահակաշվիլու ողջ իշխանության ընթացքում, ես ինչպես նշեցի, հայերը ջավախքում եւ ադրբեջանցիները Քվեմոքարտլիում այնպես էր ստացվում, որ 100%-ով ձայն էին տալիս երկրի իշխանությանը, երբ ասենք ես մեկ օրինակ կարող եմ բերել, որ Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ հունվարին, երբ որ ջավախքի շատ գյուղերում ուղղակի տեղաշարժվել անհնար է։ Ու այդ պարագայում ինչպես է ստացվում, որ 100%-անոց մասնակցություն է լինում 100%-անոց կողմ քվեարկությամբ, ել չասած ջավախքից հսկայական արտագաղթի խնդրի մասին։ Նոր իշխանությունների օրոք կարող է իրավիճակը փոխվել, կա դրա հեռանկարը թե ոչ։ Կարծում եմ, որ որոշ առումով իրավիճակը փոխվել է։ Եթե դատենք օրինակ ջավախքում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևանքների առումով, օրինակ, ասենք, երբ Սահակաշվիլու ժամանակ որևէ մեկը հարց էր բարձրացնում, ասենք, լեզվի, հայերենին որպես տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու, հայկական եկեղեցիների կամ նման ինչ-որ հարցեր էին բարձրացվում, Վահագն Չախալյանի օրինակով մարդիկ առնվազն հայտնվում էին բանտում, եթե չէին հասցնում լքել երկիրը ու մնալ հետախուզման մեջ, ինչպես շատ այլ ջավախցի ակտիվիստների դեպքում է եղել։ Այս իշխանության պարագայում գիտենք, որ օրինակ Չախալյանը ազատվեց բանտից համաներմամբ, թեև նրան ներկայացած բոլոր մեղադրանքները անհիմն են, եւ ջավախքում իրավիճակ այնպեսին է դարձել, որ արդեն մարդիկ գոնե բարձրաձայնում են իրենց կարծիքը, ինչ որ պահանջներ են ներկայացնում, Ախալքալակի շրջանային խորհուրդը, եթե ես սխալ չեմ հիշում, մոտ ամիս ու կես 2 ամիս առաջ էր, որ բարձրացրեց հարց լեզվի խնդրով դիմել Վրաստանի խորհրդարան, ինչպիսի բան նախկինում որևէ նախագահի օրոք չի եղել։ Շնորհակալ եմ Աղավնի հետաքրքիր զրույցի համար։
Այսքանով ավարտում ենք սա մեր հաղորդաշարի վերջին թողարկումներ այս եթերաշրջանում։ Մեր հեղինակային թիմը մեկնում է արձակուրդ եւ կհանդիպենք արդեն նոր եթերաշրջանում սեպտեմբերից։ Մնացեք բարով, աջակցություն։